Սիրելի ընկերներ, ողջունում եմ բոլորին, քանի որ հնարավորություն չունեմ այս պահին արձագանքել բոլոր շնորհավորանքներին, բոլոր են մարդկանց, ովքեր գրում են ըստ էության շնորհավորում են կայացված արդար դատական ակտի համար մեզ, ինձ Վազգենին որոշեցի ճանապարհն օգտագործել ուղիղ եթերով մի քանի բառ այս թեմայով ասելու համար։ Փաստորեն դատարանն արձանագրեց, որ այսինքն այնինչ բոլորի համար գրեթե պարզ էր, այնպես ինչպես շատերի անուններն իրանց համար, ճիշտ կասես էլի ոնց գնամ։ Դա դատարանը իր արդարացման վերդիկտով վերջնական տեսք տվեց դրան, առաջին ատյանի դատարանը, եւ ես նախ ուզում եմ իրոք խորին շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր ընկերներին, գործընկերներին, որոնք այս ընթացքում այս բացահայտ ապօրինության հանդեպ իրանց անհամաձայնությունն էին հայտնել, աջակցությունն էին հայտնել մեզ, համենայն դեպս օրինակ մեր փոխարեն մեդիա դաշտի հանրային գործիչների մի շատ մեծ շրջանակ վարեց Իմնեմնի պոդքասթը, երբ որ մենք բանտում էինք Հայկ Հարությունյան դատախազի եւ ես Արտուշ Գաբրելյան դատավորի թեթև ձեռքով մեկ այլ շրջանակ, այսինքն նույն շրջանակից ավելի նեղ կազմով շարունակեցին վարել մեր պոդքասթը, մինչև մեզ թույլատրվեց բանտից հետո վարել այն, այդ մարդկանց եմ շատ ուզում շնորհակալություն հայտնել, առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր բանտում եղած ժամանակ մեզ օգնել են շատ, առանց անուններ տալու, այստեղ անունները երևի թե ոչ պետքականն են, բոլորը գիտեն ում մասին է խոսքը, մեր ընկերները, մեր հարազատները, շատ մեծ շնորհակալություն, բայց այդ շնորհակալություն իրանցը շնորհակալություն ասելու չի, բայց այնուամենայնիվ ես մեծ հպարտություն եմ զգացել մեր թիմի աշխատանքի, կողմից տարված աշխատանքի համար, Անտիֆեկիեմի թիմի, քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպության թիմի, մեր մեծ ընտանիքի, որը որ այդ ընթացքում առանց կորցնելու ինքն իրան ամեն հնարավոր բանն արել է, որ այս ամեն ինչը դառնա իրականություն։ Ու դրանից հետո շնորհակալություններից զատ ես ուզում եմ մի հատ կարևոր բան արձանագրել, ես մի քիչ առաջ մամուլով էլ ասեցի, շատ կարևոր բան, սա իմ 4-րդ դատավարությունն էր, որտեղ որ այս իշխանությունները, այս վախկոտները, ովքեր վախերում են իմ խոսքից 4 անգամ դա քրեական գործ է ստացել եւ հասել է դատարան, քրեական գործի տեսք է ստացել ու հասել է դատարան։ Ես ուզում եմ այդ վախկոտներին ընդհանրապես ասել մի բան։ Դուք վախը երբեք չի հաղթում։ Անարդարությունը երբեք չի հաղթում։ Կարա անարդարությունը ինչ-որ ժամանակ հաղթի, բայց ինքը վերջնարդյունքում միշտ պարտվում է։ Ու սրա համար դուք դեռ պատասխան եք տալու։ Պատասխան եք տալու եւ սրա համար, եւ այն մնացած 3 գործերի համար։ Իդեպ այդ 3 գործերից մեկը շատ արդար պատասխան է տալիս։ Հիմա ու ես վստահ եմ, որ մենակ ես չեմ, ով որ այդ մի դատավորի թեթև ձեռքով գնացել է հայտնվել է բանտում, ու այսօր այդ դատավորը մեկ այլ քրեական գործով, որը կաշառքի մասին է, մամուլում շատ կոնկրետ գրած է, այսօր հայտնվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում եւ ճիշտ տեղը իմ կարծիքով, ավելի ճիշտ տեղը, քան ես էի, էլի։ Մի խոսքով, այս գործի մասին ես չեմ ուզում ասել, որ չգիտեմ, կանխատեսելի էր, անկանխատեսելի էր, չէ, դրա մասին չի խոսքը։ Մենք այս ընթացքում մեզ դրսևորել ենք, չնայած նրան որ վստահ ենք, որ մեր արածը արգելված գործողություն չի, բայց մենք դրսևորել ենք դատարանի մեզ տված սահմաններում, թույլ տրվածի սահմաններում, չենք խոսել, չենք ասել ոչ մի անպարկեշտ բառ եւ շարունակելու ենք այդպես անել մինչեւ վերջնական դատական ակտը ուժի մեջ չմտնի։ Ու բացի այդ էլ մենք հասկացանք, որ ու նաեւ շատ-շատերի ի ցույց, որ մեզ ոչ թե մարդիկ նայում էին նրա համար, որ մենք հայհոյում էինք,
կամ հայոյանք կար այդտեղ, այլ երբ որ հայոյանք չկա, այդ մարդկանց մեզ դիտողների թիվը կրկնապատկվել է, նվազագույնը կրկնապատկվել է, մեզ աջակցողների թիվը նվազագույնը կրկնապատկվել է, ու այդքանով հանդերձ մենք մեզ պահել ենք այն սահմաններում, որը որ տրված է եղել մեզ։ Շարունակելու ենք, ասեցի, մինչև վերջնական դատական ակտը։ Ինչ վերաբերում է հետագա ատյաններում գործընթացին, կտեսնենք ոնց է լինել, որովհետև մարդիկ հարցրել էին, նաև գրել էին այդ տաներում, բայց իմ համար ամենակարևորը իմ խիղճն է, որը մաքուր է, որը հանգիստ է, որը ազատ է ու որը ոնց որ մինչև 2024 թվականի մարտի 22-ը դրանից հետո եւս այսօրվանից ավելի շատ հանգիստ ու մաքուր ապրելու եմ։ Ես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որևէ հոդված այսքան ժամանակ չեմ խախտել։ Ինձ ներկայացված բոլոր քրեական գործերը եղել են խոսքի համար, քանի որ մենք խոսքից վախեցող, խոսքից կռացող, բայց թշնամու կոշիկները լիզողների իշխանություն ունենք, եւ ես չեմ մտածել ու չեմ մտածում ու չեմ կարող մտածեմ մի օր այդ խոսքը սահմանափակելու համար հանուն այս հետապնդումներին չենթարկվելու։ Շնորհակալություն նորից բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ աջակցում են, ովքեր ցույց են տալիս, որ մեր խոսքի արժեքը այնքան բարձր է, որ սրանք այդ խոսքից դողում են, ու ես անկեղծ եմ ասում, այս պայից սկսած սպասում եմ նոր քրեական գործի, սպասում եմ նոր օրինվածքի, որը եւս պետք է լինի բացառապես խոսքի համար, որովհետև այս մարդիկ զանգ եկավ, որովհետև այս մարդիկ վախենում են խոսքից, հատկապես այն մարդկանց խոսքից, ում խոսքը այս հասարակությունը ավելի շատ է լսում ու ընդունում, քան իրանցնա։ Սա ճորոմաբանություն չի, սա մեծամտություն չի, այս իմ ասածի տակ դրված են 4 թվեր, որոնք ապացուցում են։ Ընդհանրապես, ես վերջերս ես սկսել եմ բացառապես այդ 4 թվերով առաջնորդվել։ Բոլորի դեպքում ոչ fake դիտումներ, սիրելի մարդիկ, համակիրների մեծ բանակ, աջակիցների մեծ բանակ, ու այս ամեն ինչից վախում է, դողում է այս իշխանությունը։ Վախեցեք ինչքան կարող եք։ Ընդհանրապես, մեր խոսքը միշտ ավելի բարձր է հնչելու։ Ձեզ էլ նորից շնորհակալություն, ժողովուրդ ջան, այսքանն էի ուզում ասեի, լավ եղեք, մինչ նոր քրեական գործեր, նոր հետապնդումներ, ինչ ասեմ, էտա, մեր վիճակն էլ տենց է։ Բայց ես վստահ եմ, որ մինչև հաջորդ քրեական գործին հասնելը մենք սրանց իշխանությունը պետքա այլևս անցյալում թողած լինենք Հայաստանում։ Լավ եղեք ժողովուրդ ջան, հաջողություն։